Եթե մենք ամեն վարքյան մտածենք, այ Ադրբեջանը ասեց Զանգեզուրի միջանցք, մենք դրան պետք է լուրջ վերաբերենք, մենք դրան հակակշռող քաղաքականություններ պետք է առաջ տանենք, սրա մասին չի խոսքը, բայց երբ գայս ենք տեղեկատվական դաշտ, որովհետև այսօր պատերազմը տեղի ունենում մեր բոլորի մտքում, մարդկային միտքը դա ամենա այսպես գործուն մարտադաշտն է, որտեղ պատերազմները տեղի են ունենում եւ մենք ապագա առաջիկա տարիներին հենց այդ մարտադաշտում ենք լինելու, այսինքն ռազմական գործողությունները ավարտվեցին, չափազանց քիչ է հավանականություն, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ կվերսկսի մեր դեմ, բայց ինքը այս գործողությունները շարունակելու է մտքի մարտադաշտում։ Իսկ մտքի մարտադաշտում մենք պատրաստ ենք գոնե բավարար չափով այս հակամարտությանը, այսպես ասած, դիմագրավելու առումով։ Գիտեք, կարծում եմ ոչ, եւ դրա համար կան եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառներից մեկը այնուամենայնիվ դեռևս շարունակող մեր այդ ցնցումն է 20 թվականի պատերազմից հետո եւ Արցախի էթնիկ զտումից հետո, այս ամեն ինչը բնականաբար մեր հարության մոտ դեռևս այդ հոգեբանական ճգնաժամի հարությունը առասարակ այդ ճգնաժամի մեջ է գտնվում, բայց դրան զուգահեռ նորից այդ հիբրիդային սպառնալիքները ավելի խորացնում են վախի մթնոլորտը, մեր իսկ ուժերի վրա չհենվելու, մեր ուժերին չհավատալու այդ կեղծ նարատիվները, ընդ որում գիտեք, սա համարվում է արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի գործիքներից մեկը։